Քանի որ ես 3 հետախուզական ծառայությունների ագենտ եմ միաժամանակ 3 երկրում եմ աշխատում, բարձվում է։ Ես խնդրում եմ դուք ինձ մի լսեք, ինձ մի հավատացեք։ Հավատացեք մեր ամերիկացի գործընկերոջը, որը իրավապաշտպան է Միացյալ Նահանգներից, հիմա ապրում է Շվեյցարիայում։ Այսօր իր թեզերը ես կախեցի իմ Telegram կանալում եւ իմ Facebook-ի էջի վրա։ Սա ասում է ամերիկացին, որը ապրում է Շվեյցարիայում եւ ոչ մի կապ չունի Հայաստանի հետ։ Պարոն Ջոն Էյբները, ինչ է նա ասում։ Միացյալ Նահանգները որոշել են այս տարածաշրջանը տալ Թուրքիային եւ Ադրբեջանին, որևէ երաշխիքներ անվտանգության Միացյալ Նահանգները Հայաստանին չի տալիս եւ չի կարող տալ, քանի որ անգամ չի կարող պահանջել, որ ազատել մեր գերիներին, այսպիսի ազդեցություն չունի Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա։ Հայերը, եթե այսպես շարունակվի, ստիպված կլինեն հնազանդվել, ենթարկվել Թուրքիային եւ Ադրբեջանին եւ դառնալ Թուրքիայի, Ադրբեջանի միացյալ ինչ-որ պետական միավորի մաս։ Հայերը այնտեղ կապրեն որպես ազգային փոքրամասնություն առանց որևէ իրավունքների, կունենան կաթողիկոս, որը ենթարկվելու է Թուրքիային եւ Ադրբեջանին, ինչպես Օսմանյան կայսրությունում էր տեղի ունենում, տնտեսական կապերը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, առևտուրը եւ ինտեգրացիան կբերի տնտեսական ինտեգրացիայի, իսկ տնտեսական ինտեգրացիան կբերի քաղաքական ինտեգրացիայի։ Թուրքիան եւ Ադրբեջանը տնտեսապես վերցնելու են, նվաճելու են Հայաստանը, ներդրումներ են լինելու, բիզնեսներ են լինելու, որոշ մասը հայ ժողովրդի կհարստանա, հարուստներ էլ կլինեն, ինչպես Օսմանյան կայսրությունում էր եղել։ Բայց շատ արագ կգա մի օր, երբ հայերը այլևս տեր չեն լինելու Հայաստանի։ Հայաստանը չի պատկանալու հայերին, Հայաստանը պատկանալու է Թուրքիային, Ադրբեջանին եւ Պարսից ծոցից եկած այդ ներդրողներին։ Հայերը կարող են մի օր տեսնել, երբ Երևանում լինելու է հայկական թաղամաս։ Եվ գուցե պահպանելով մեր եկեղեցին, եթե մենք կորցնենք մեր պետականությունը, գուցե պահպանելով մեր եկեղեցին, գոնե մենք կարողանանք պահպանել մեր ինքնությունը, մեր ժողովրդի ինքնությունը, քանի որ պետությունը, եթե այսպես շարունակվի, մենք կորցնելու ենք։ Եվ շատ հետաքրքիր է, որ նա ցիտում է Միացյալ Նահանգների դեսպանին, Թուրքիան, որը ասում է, որ առաջի համաշխարհային պատերազմից հետո որոշ ցեղեր ստացան դրոշ։ Նա ասում է, որ որոշ ցեղեր պատահական ձևով դրոշ ստացան, այսինքն արհեստական պետություններ ստեղծվեցին։ Երևի կարիք չկա ճշտել, թե ում մասին է գնում խոսքը։ Եվ սա ասում է Միացյալ Նահանգների բարձրագույն դիվանագետներից մեկը, Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանը։